Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից մեկ ամիս անց նրա դուստրը գրառում է կատարել իր ինստագրամյան էջում. «Ես հպարտ եմ, որ քո աղջիկն եմ, ես հպարտ եմ, որ քո արյունն եմ, ես հպարտ եմ, որովհետև դու քո ապրած կյանքով տվել ես այդ իրավունքը մեզ, պապ։ Շատ եմ լսում կողքից մխիթարանքի խոսքեր, ուժ և համբերություն են ինձ ցանկանում մարդիկ, ու այո, պապ, դու տվել ես ինձ այդ ուժը, տվել ես համբերություն ունենալու կարողությունը, բայց առանց քեզ բարդ է, շատ դժվար է։ Ես չեմ կարողանում նույնիսկ մեկ վայրկյան ապրել առանց քո մասին մտածելու։ Այս մեկ ամիսն իմ կյանքի ամենաերկար ամիսն էր, թախիծը չի լքում իմ սիրտը, ու շատ խոսքեր կան չասված, պապ, և շատ բաներ ունեմ ես դեռ այս աշխարհին քո անունից տալու։ Ուղղակի ուզում եմ, որ դու միշտ նույն կերպ ինձ տաս ուժ և համբերություն, դու միշտ մեր ընտանիքի, մամայի Լյովի, իմ Սյուզիի ու Տոմայի սրտում ես, մեր ամենահզոր, ամենաուժեղ, ամենաբարի, և ի վերջո իմ հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը, և նրա սրտից չուներ և չունի ոչ ոք»։ Նշենք, որ այս օրերի ընթացքում տարբեր տեսակի բացահայտումներ են տեղի ունեցել, այս ամենը վերագրվում է վենդետայի։ Դեռ ամիսներ առաջ Փարաքարում սպանություն էր տեղի ունեցել, սպանվել էր Փարաքարի նախկին ղեկավարի հորաքրոջ որդին, հորաքրոջ մյուս որդին էլ կանգնած է վենդետայի ետևում։ Այս օրերին մամուլում տարբեր կարծիքներ են հնչում, շատերը քննարկում ու քննադատում են կրակող անձին, շատերն էլ, պես ասած, պաշտպանում են նրան։ Մեկնաբանություններում նշվում է, որ տղան կիրթ, դաստիարակված և հիանալի երիտասարդ է և դրդված է գնացել այդ քայլին, քանի որ դատավարությունը ճիշտ չի ընթացել։ Նախաքննությունը ոչինչ էլ չպարզեց, դեռ մի բան էլ ավելի, մարդասպանին առօգ-փառօգ տնային կալանք տվեց, ինչն էլ բերեց նրան, որ անճարությունից դրդված այս տղան դարձավ հանցագործ, վենդետա արեց։ Ունենք երկիր, որտեղ դատական համակարգը մեռած է։ Մեկ այլ մեկնաբանություն հետևյալն է ասում. «Ցավ կար սրտում վրեժի, անտեղի չէր կարա վրեժ լուծեր, կար պատճառ, ուղղակի խլվեց երկու կյանք ու անհասկանալի մի կյանք։ Համակարգն է թերացել, վերջիվերջո համակարգի սխալի հետևանքով ա, որ մարդը գնացել է նման քայլի, մարդասպանը չպետք է ազատության մեջ լինի, դա փողոցային խուլիգանություն չէ, որ տվել են տնային կալանք»։ Այս օրերին ժամանակ առ ժամանակ նաև տարածվում են Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի մասին պատմող տեղեկություններ։ Բոլորն են փաստում, որ երիտասարդ ընտանիքը համերաշխ և գեղեցիկ էր։ Ներկայացնում ենք Վալոդյա Գրիգորյանի կնոջ լուսանկարները, որոնք վերջինս հրապարակել է համացանցում։ Հրապարակ թերթը գրում է. «Իշխանությունը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մեկ վարկած է քննարկում, փորձելով այն ապաքաղաքական սպանություն ներկայացնել, և երեկ ձերբակալվեց Մերձավանի նախկին համայնքապետ ՔՊԱ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին Նարեկ Օհանյանը։ Այսինքն այս սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ։ Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սակայն կասկածյալների կլանը պարզվում է սերտ կապերի մեջ է եղել թե իշխանության, թե քրեական հեղինակությունների հետ։ Դրա մասին է վկայում նաև այս լուսանկարը, որը տրամադրել են մեզ։ Նկարում ՔՊԱ-ական հանրահայտ պատգամավոր Հայկ Սարգսյանն է Ռուստամ Ստեփանյանի, Չաղ Ռուստամի և Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ։ Փարաքարի համայնքապետի դուստրը հետևյալ գրառումն է կատարել. «Իմ հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը և նրա սրտից չուներ ոչ ոք։ Ես գիտեմ դու ինձ տեսնում ես ու լսում ես ամեն մի բառ։ Իմացիր, որ քո հիշատակը միշտ պահելու ենք վառ։ Ես սիրում եմ քեզ, պապ, և խոսք եմ տալիս, որ մի օր գրկելու եմ պինդ ու զգալու եմ քո հզոր ուժը։ Դու լավագույնն ես ու դա բոլորը գիտեն։ Աստծո կողմից նվեր ես այս աշխարհին։ Ես սիրում եմ քեզ, պապ, ու կարոտում եմ շատ։ Այսօր Տոման ինձ հարցրեց՝ ման, մենք էլ պապային երբեք չենք տեսնելու, և ես անկեղծ չգիտեմ ինչ պատասխան տամ իրան։ Բայց Աստծուն խնդրում եմ ուժ տա մեզ, որ դիմանանք այս ցավին։ Պապ, ես լինելով քո առաջնեկ, քո ավագ դուստր, միշտ բարձր եմ պահելու քո պատիվը։ Պապ, երկնքից ուղղակի նայում ես ու տես, որ այն ինչ կիսատ ես թողել ավարտին ենք հասցնելու մենք քո ուզած և սիրած ճիշտ ձևով։ Ես, Սյուզին, Լյովը ու Տոման երբեք մենակ չենք թողնի մամային, դու կաս մեր հետ ես ու մեր սրտի մեջ ես»։ Համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության սարսափելի դեպքն ու սպանության կադրերը, որոնք տարածվել են համացանցով։ Մեկ կադրերում պարզ երևում է, որ քիլլերը վարձված է, ով եկել է կոնկրետ սպանելու Վալոդյա Գրիգորյանին։ Սակայն նա կրակում է նաև Վալոդյա Գրիգորյանի հետ գտնվող երկու անձանց՝
Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մյուսը տեղում մահացել է։ Արդեն 2 օր է տարբեր վարկածներ են հնչում, թե ով կարող էր նման քայլ կատարել սիրված համայնքապետի հանդեպ։ Մարդիկ նշում են, որ Վալոդյա Գրիգորյանը սիրված էր, նա պատրաստ էր մշտապես աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր դիմում էին իրեն և ովքեր ունեին իր աջակցության կարիքը։ Երեկ իր տանը հավաքվածները, բակում գտնվողները միաբերան ասում էին՝ նա բարի, կամեցող և սիրված անձ էր։ Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի անդամները հրաժարվել են խոսել տեսախցիկների առջև։ Հայրն արտասվում էր, նշելով, որ չի պատկերացնում, թե ով կարող էր անել իր որդու հանդեպ նման քայլ, երբ իր որդին որևէ մեկին որևէ վատություն չի արել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով տվյալ դեպքին գրառում էր կատարել Facebook-ում։ Խստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանը և նրա ընկերը։ Եվս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ցավակցում եմ սպանվածների հարազատներին և Փարաքարի սիրելի ժողովրդին, վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտ ապույտ ապաքինում։ ՀՀ իրավապահները պարտավոր են շուտ ապույտ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց, նաև մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները և ինչու չեն կատարել։ Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետևություններ։ Սեփական տան բակում Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ոստիկան ընկերոջ սպանությունը իսկապես ծանր մարդկային կորուստներ են։ Մեր երկրում ցավոք նորթափ է ստանում բռնությամբ հարցեր լուծելու արատավոր երևույթը։ Հաշվի առնելով հրապարակումները այդ համայնքում տեղի ունեցող արատավոր զարգացումների վերաբերյալ, իրավապահ մարմինները պարտավոր էին դրանք պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում այսպիսի ողբերգական վերջաբանը կանխելու համար։ Սա իշխանության պատասխանատվությունն է։ Առավել վտանգավոր է, որ դեպքը տեղի է ունեցել Վալոդյա Գրիգորյանի տան մոտ ու գիշերը, երբ ենթադրվում է, որ տանն են լինելու բոլորը, այդ թվում երեխաները։ Քրեական հետապնդման մարմինները պարտավոր են ապահովել բազմակողմանի ու օբյեկտիվ, բայց հանրության համար հաշվետու քննություն և հնարավոր առավելագույն հանրային թափանցիկություն։ Սա հատկապես կարևոր է հաշվի առնելով նախորդ դեպքերը, երբ չի ապահովվել պատշաճ հանրային թափանցիկություն ու անգամ իշխանության հովանավորությամբ հանրությունից թաքցվել են քրեական վարույթի, այդ թվում բռնությամբ ուղեկցող հանցանքների քննության ընթացքն ու արդյունքները։ Նման ցանկացած դրսևորում նշանակելու է, որ դա իշխանությունը հատուկ է անում։ Հանրային հաշվետվությունը հատկապես անհրաժեշտ է հաշվի առնելով այն, որ տեղական ընտրություններում իշխանության նկատմամբ հաղթանակ տարած Վալոդյա Գրիգորյանը իշխանության մաս չէր կազմում և պատշաճ հանրային հաշվետվողականության բացակայությունը կընկալվի որպես իշխանության մեջ չգտնվող մարդկանց ու առավել ևս հանրային գործիչների անպատիժ թիրախավորում։ Ցավակցում եմ սպանության զոհ դարձած 2 անձանց ընտանիքի անդամներին ու հարազատներին, շուտապույտ ապաքինում եմ մաղթում դեպքի ժամանակ վիրավորում ստացած 3-րդ անձին։ Հետևյալ հրապարակումն է կատարել Արման Թաթոյանը։